այլ ձեզ կանչող սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սուրբ եղեք, քանի որ գրված է. սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Սրբությունը ընտրովի չէ հավատացյալի համար։ Քրիստոսի հետևորդը կանչված է սուրբ կյանք ապրելու։ Սրբությունը ներառում է անձի ամբողջական վերափոխումը, որի միջոցով Աստված կերտում է մեզ։ Սրբությունը միայն արտաքնապես բարեպաշտություն չէ, այլ Աստծո բնավորության արտացոլումը մեր կյանքի բոլոր ոլորտների մեջ, խորքային ներքին փոփոխություն, որտեղ սիրտը և միտքը համահունչ են Աստծո կամքի հետ։ Այս վերափոխումը շարունակական սրբացման գործընթաց է, ուր հավատացյալները կանչված են ապրելու Աստծո խոսքին հնազանդ կյանք յուրաքանչյուր օր։ Աստծո սրբությունը նրա էության իսկությունն է։ Մենք կոչված ենք արտացոլելու այդ սրբությունը միմիայն Քրիստոսի վերափոխող խոսքի և Սուրբ Հոգու զորությամբ։ Այս կյանքում մեր ճանապարհի ընթացքը ունի միայն մեկ անուն՝ սուրբ ընթացք։ Սրբացման գործընթացը հավատացյալի շարունակական կերպարանափոխումն է դեպի Քրիստոսի պատկերը։ Դա Աստծո Հոգու չընդհատվող գործն է մեր մեջ։ Սակայն անկարելի է քայլել սրբության մեջ առանց Քրիստոսի հետ մշտական հաղորդության։ Ճշմարիտ սրբությունը բխում է Քրիստոսի հետ մեր անձնական մտերմությունից և ոչ թե բարոյական կարգավարությունից։ Եկեք այսօր վերանայենք մեր ընթացքը և տեսնենք, թե որքանով է այն համընկնում Աստծո կանչի հետ։ Հայր, դու սուրբ ես, և դու ինձ կանչում ես սրբության, դարձրու ինձ ավելի քրիստոսանման և թող քո սրբությունը փայլի իմ կյանքի մեջ։ Ամեն։